Հերիք եղավ, բոլ եղավ։ Բանգլադեշի Ծարավաղբյուրի փողոց երթուղին սպասարկող 99 համարի ավտոբուսն այսօր ժամը 13-ին ավելի քան 2 րոպե կանգնեց բժշկական համալսարանի կանգառում իր հետևից խցանումների մի շարք առաջացնելով։ Երկարատև կանգառի պատճառը քաղաքային իշխանությունների հրահանգն է։ Արդեն 1 շաբաթ է վարորդներն են հսկում, որ ուղևորները վճարեն։ Ավտոբուսը կանգնում է, բարձրանալ պատրաստվող ավելի քան 1 տասնյակ քաղաքացիները հավաքված են դիմացի դռան մոտ։ Այժմ վարորդները սկզբում միայն առջևի դուռն են բացում, քիչ անց վարորդը բացում է նաև երկրորդը, ավտոբուսում սակայն գրեթե տեղ չկա։ Երիտասարդներից մեկը որոշում է սեղմված չգնալ ու դուրս է գալիս հերթից։ Վարորդը վերցնում է բարձրախոսն ու հավանաբար երկրորդ դռնից բարձրացողներին հորդորում վճարել։ Մեկ ուրիշ երիտասարդ 1 քայլ է անում ու հասկանում, էլ տեղ չկա ու հետ է գալիս։ Անցել է արդեն ավելի քան 1 րոպե, ավտոբուսը դեռ կանգնած է։ Վարորդն այս անգամ ոտքի է կանգնում ու առանց բարձրախոսի դիմում քաղաքացիներին։ Երիտասարդ կինը դարձյալ փորձում է բարձրանալ։ Այս անգամ ստացվում է։ Մեկ ուրիշ երիտասարդ է վազելով հասնում։ Տեղ գտնել, սակայն չի ստացվում։ Դուռը չի փակվում, աղջկա պայուսակը մնում է դրսում։ Որոշում է իջնել։ Վարորդը եւս 1 անգամ է դիմում ուղևորներին, ապա նոր միայն որոշում շարժվել։ Ավելի քան 2 րոպե 1 կանգառից շարժվելու համար։ Եվ սա հազվադեպ պատահող երևույթ չէ։ Նույն կանգառում ընդամենը 1 ժամում իրավիճակը կրկնվում է մի քանի անգամ, երթևեկության առաջին գիծը ծանրաբեռնելով։ Օրվա սկզբին ու ավարտին շարժն էլ ավելի է դժվարանում։ Ավտոբուսների երթևեկությունը խցանումներն էլ ավելի չէր բարդացնի, եթե չլիներ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բառի սպուն իմաստով աղմկահարույց հրահանգը։ Եթե վարորդները չպահանջեն վճարել, նրանցից պահումներ կանեն։ Տիգրան Ավինյանն այսօր ավելի կոշտացրեց ռետորաբանությունը։ Վարորդը պետք է կանգնեցնի ավտոբուսը, եթե քաղաքացիները չվճարեն։ Եվ պահանջի, որ կամ վճարին, կամ ավտոբուսից իջնեն։ Եվ մնացյալ քաղաքացիներին խնդրում եմ աջակցել վարորդին այս գործում, որովհետև հերիք եղավ, բոլ եղավ։ Հերիք եղավ, իրոք չափը լավ բան է։ Քաղաքապետը, որին չենք տեսել հանրային տրանսպորտով երթևեկելիս, նույնիսկ որոշեց խրատել մարդկանց ու կոշտ խոսքերով ամոթանք տվեց չվճարողներին։ Միակ իրավունքը, որ այդ տեսակ մարդը ունի, ամոթից գետնին նայելն է։ Ինչ է նշանակում, եկել է նստել է, չի վճարում, հələ մի հատ էլ տենց հորթ-բորթ է գալել, ասում է, գիտեք, դու ասում է, իրավունք չունես չքշես։ Դուք հələ խոսում եք։ Օրվա պիկ ժամերին ավտոբուսների դռները դժվարությամբ են փակվում, վճարել նույնիսկ հնարավոր չէ։ Հակադարձում է Երևանի ավագանու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Նա եւ իր ընդդիմադիր գործընկերներն անցած տարի հանրային տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ էին անում։ Մարդիկ կես ժամ, 40 րոպե, մի ժամ կանգնած են մնում կանգառում, մի այդքան էլ խցանումների մեջ, դա պետք չի տեղափոխել բարեխղճության դաշտ, այ դու ծառայությունից չես վճարում։ Եթե քո ծառայությունը անօրինակ է, դա բան չի, էլ ինչ որ մեկի մասնավոր բիզնեսը չի, դա հանրային ծառայություն է, եւ քաղաքացին իրավունք ունի իր չվճարելով անվստահության մեսիջ ուղարկի քեզ, եւ դու պիտի հետեւություններ անես։ Սուքիասյանի պնդմամբ այս վիճակը չէր լինի, եթե նախաշվարքներ անեին, անհրաժեշտ քանակի մեքենաներ գնեին, կատարեին մյուս աշխատանքներն, ապա նոր միայն թանկացումների գնային։ Այդ նույնն է, որ ասենք մտնես ռեստորան, պատվերը 10, պատվերիդ կեսը բերեն, այն մնացած կեսը չբերեն, բայց քեզ ստիպեն ամբողջ պատվերի համար վճարել։ Դուք կվճարեք։ Իհարկե բնականաբար չեք վճարի, չէ՞։ Դե հիմա մի հատ էս մարդկանց տեղավորեք, որ վճարեն։ Դե փորձեք տեղավորել։ Երիտասարդի ոտքերը դուրս են մնացել, մարդկանց ոտքերը։ Քեզ համար Տիգրան Ավինյան, մարդկանց ուղարկել ես, ասում ես թող խցկեն իրար վրա, այս ավտոբուսի անվտանգությունը, այս մարդկանց կյանքի անվտանգությունը ով է հսկելու։ Տիգրան Ավինյանի հրահանգներից հետո ավտոբուսներում վեճեր են ծագում։ Գրեթե բոլոր ժամերին ավտոբուսներում մի թթու խոսք հնչում է։ Բանը բռնության է հասել։ Օրերս վարորդներից մեկին ծեծի են ենթարկել։ Առաջի դռնից բարձրանում են, հետևի դռան մոտ կանգնում են այնքան, խնդրում են վարորդին, վարորդ խնդրում ենք դուռը բացեք, մի քանի րոպե անցնում է, նոր դուռը բացում է վարորդը։ Այս ամենի հետևանքով առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի է բարդանում։ Այս կինը մասիվում է ապրում, աշխատում առաջին մասում։ Պատմում է, տանից գործի հասնելը գրեթե 2 ժամ է պահանջում։ Ահագին տևում է, ժամ ու կեսից էլ ավել։
Մի 2 ժամ շուտ եմ տանից դուրս գալիս, որ գոնե նորմալ մի 10-15 րոպե շուտ հասնեմ աշխատանքի։ Նույն կանգառում սպասող կանանցից մեկն էլ պատմում է 35 տարի Լեհաստանի մայրաքաղաքում է ապրել եւ Վարշավայում հանրային տրանսպորտում նման բան չի տեսել։ Վճարումներին հետևելը վարորդների գործը չէ։ Ամեն 2 կանգառի վրա հսկիչները ներս էին մտնում, ստուգում էին։ Թող ստեղելը տենց անեն։ Ավելի շատ մեծ քաղաք, քան ասենք Երևանը, ավելի շատ ժողովուրդ, քան Հայաստանը, բայց այնտեղը տենց էր։ Ամեն 2 կանգառից հետո փոխվում էին անգամ հսկիչները։ Դռները փակում էին ու ստուգում էին։ Թե Տիգրան Ավինյանը եվրոպական որ մայրաքաղաքի փորձն է վերցրել վարորդներին նման հրահանգներ տալով, պարզ չէ։ Փաստ է սակայն, որ անցած տարի Երևանի քաղաքային իշխանություններն էլ որոշեցին այդ աշխատանքն անել հսկիչների օգնությամբ։ Ինչու է այժմ այդ բեռը մնացել վարորդների ուսերին, որոնց գործը շատ լարված ու պատասխանատու է։ Քաղաքապետարանը միայն աղմկահարույց միջադեպերից հետո հսկողություն իրականացնող վարչությունում աշխատանքի ընդունման հայտարարություն տարածեց։